Ֆրոնտ TV հարգելի հետևորդներ, այսօրվա մեր հյուրն է Արցախից բռնի տեղահանված 2020 թվականի պատերազմի մասնակից եւ վիրավորում ստացած Սուրեն Կաֆյանը։ Բարև ձեզ։ Սուրեն, դուք մասնակցել եք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին, որը տևել է 44 օր եւ այնտեղ ստացել եք վիրավորում։ 44 օր պատերազմի ժամանակ ստացել եմ բազմաբեկորային վիրավորում ու մինչև այսօր խնդրից լուծումներ չեն տրվել, դիմել տարբեր տեղեր, բայց որ բեկորներ հեռացնելու չի, կյանքին ոտնակ չի սպառում, բայց առօրյա կյանքից ահագին բեկորներ կա, որ նեղություն են տալիս, խանգարում են։ Հակառակորդի հետ շփման գծում էր, բեկորները տարբեր մարմնի հատվածում, ասենք սրտից կողմից, մեջքի հատվածից, ոտերս, կողքս, ահագին տեղեր կպել են։ Եվ Վարդնայի բժշկական հիվանդանոցում ինձ ասացին, որ մեջքիդ կպած բեկորները թոքերի տակ կպած ու մանիտորի վրա ցույց տվեցին էկրանի։ Բայց տվյալ թուղթը ռենտգենի չեն տրամադրել։ Ինչ պատճառաբանությամբ։ Ասել են, էդի մենք չենք տալիս, ասենք մի հատ դիսկ են տվել ու մի հատ թղթի գրառում էր գրած, որ ձեռագրից կախված չեմ կարող մտածեմ ինչա գրածում։ Հիմա այդ թուղթը, ասենք, ես որ չեմ կարողացել կարդամ, չեմ հասկացել, ասենք, նույն ձև նշված է, որ բեկորը թոքերից է կպած, թե չէ։ Հետո որ պետք է եկավ այդ ռենտգեն թուղթը, ես պետք է որ գնալ եկալեմ, ասեցին, էդի մենք չենք տրամադրում։ Հեռախոսով երբ ուզեցի նկարեմ, ասեցին իրավունք չունես։ Ինչի համար է պետք, ասեցի, ասենք բժիշկ ուզում է նայի։ Ասեցի, որ բժիշկը մի հատ նորից ռենտգեն անցկացնի, հասկանա, ասեցի պետք է համեմատվի ձեր ու իր արած ռենտգենի տվյալները։ Ասեցի, եթե տենց է, կարանք մի հատ ռենտգեն անցնես, նորը տրամադրենք, ասեցի լավ, ոչ արեցի անցա ռենտգենի թուղթը հենց էսի է, բայց ոնց որ ասել են կպած է թոքերիդ, այս տվյալ թղթումը չկա, ռենտգենը եղել է ոչ արովի, քանի որ ասենք ինձ չեն ուղեկրել նայի բժշկական հիվանդանոցի այդ պահին, իսկ ինչի չեն ուղեկրել, ասենք Զովունի, որ ինձ ուղեկրեին, ասել են քո փաստաթղթերը պիտի բերես, կարտա պիտի բերես բժշկական, որ մենք ուղեկրեինք, իսկ այդ բժշկական թղթերս գտնում էր դատարանում, դատավորի մոտ։ Ինչ պատճառով էր գտնում դատարանում։ Առողջական այդ խնդիրներից հետ կապված ես դիմել եմ դատարան արդարության համար։ Դուք ձեր խնդրին լուծում տալու համար որտեղ եք դիմել։ Դիմել եմ Եղվարդ սոցիալբաժին, Եղվարդ սոցիալբաժնում ինձ ասել են կարած դիմես կարգի համար, ասեցի պատրաստ եմ։ Ինձ թղթեր ուզեցին, ամեն ինչը դասավորեցի, եկա որ պիտի գնահատում անեմ, գնահատման ժամանակ ասել են 24% ու ավել եթե գնահատենք, քեզ երրորդ կարգ հասնում է։ Ու գնահատում են 22%, 2% տարբերությունով քիչ, զրկում կարգից։ Ասում եմ բողոքարկելու եմ, որտեղ ուզես կարաս բողոքարկես, բողոքարկում եմ, թղթերս գնում եմ իրանց հանձնաժողովի շենքը, առանց թղթերս նայելու, առանց ինձ ստուգելու, 22% բռնում են իջեցնում, սակայն 16%։ Ու դրանից հետո ես դիմում եմ դատարան, պահանջելով արդարություն։ Դիմել եք Պաշտպանության նախարարություն, դիմել եք Սուրեն Պապիկյանին։ Պաշտպանության նախարարություն փորձել եմ, ասենք, պաշտոնական էջով, բայց դա չի տալիս, ասենք, որ նամակով ուղարկեն, չգիտեմ, ես չեմ կարողացել գտնել, թե իրոք չի ստացում, բայց զանգելի միջոցով չեմ փորձել։ Այսինքն անձամբ չեք այցելել Պաշտպանության նախարարություն, որպեսզի հանդիպեք Սուրեն Պապիկյանին։ Պաշտպանության նախարարություն այցելել եմ զինգրքույկիս համար, որը մնացել է Շուշի զորամասում, վերականգնելու համար։ Ինձ ասել են, չես հանդիսանում դու քաղաքացի, չես կարող ներս մտնել, եթե դու ստանաս քաղաքացիություն, այս ժամանակ կուղեկցենք, կմոտիկանաս, նոր քեզի կասեն ինչ պետք է անես։ Այսինքն զինվորական գրքույկը ստանալու համար արցախցիներին ստիպում են ստանալ քաղաքացիություն, ճիշտ եմ հասկանում։ Ասում են չես հանդիսանում քաղաքացի, զինվորական գրքույկ չկա, երբ որ դառնաս քաղաքացի, նոր կդիմես։ Մուրացան հիվանդանոցը մերժել է ձեզ բուժել։
Ինչ հիմունքով է մերժել։ Մուրացյան բժշկական կենտրոնում ես որպետի բուժումը զգայի անցկացնեի, 20 թվից հետո ես առանց ուղեգրի գալիս եմ զինվորի տուն, որ պետք է զինվորի տունը այդ ամեն ինչը կազմակերպել, բուժումս անեի, բայց քանի որ ծառայող էի, ինձ ուղեկցում եմ Մուրացյան։ Մուրացյան պետի մոտը որ մտնում եմ, ճիշտ է, սկզբից որ մի ուրիշ ձև են ընդունում, ինչի զինվորի տնից ես եկել, ինչու միանգամից մեր մոտ չես եկել, ես էլ ասում եմ դուք իրավացի եք այդ հարցում, ինձի ուղեգիր չեն տրամադրել, իսկ առանց ուղեգրի ձեր մոտ ես կարամ գամ, ասեցին ոչ, ասացի հենց խնդիրն էլ այդ ա եղել, որ չեմ եկել։ Խնդիրս ես հենց ունեմ առողջական խնդիրներ, բեկորները չեն հեռացել, առօրյա կյանքից խանգարող բեկորներ կա։ Ասեց թղթերը տուր, նայեց, զանգեց Ստեփանակերտ պետի հետ խոսած, ասեց Հոսպիտալի պետի հետ խոսած։ Ասաց սենց զինծառայող ա գալու, նայեք, որը հնարավոր է կհեռացնեք, որ դժվարանա, կուղեկրեք, մենք տենակ ստե ինչ ենք անում։ Հենա տենց այդ 20 թվից հետո, որ ճանապարհները փակեցին Շուշի հետ ճամփեն, քանի որ Կարմիր խաչով մարդիկ գալիս էին, անձնական տվյալները փոխանցում է թշնամուն, ասենք այսինչ մարդը բուժման նպատակով գնում է ՀՀ, եթե ես գայի, ինձ պիտի բռնեին, քանի որ զինվորական գրքույկս էպիկրիզս մնացել է Շուշի։ Դրա համար ես չկարողացա բուժումս անել։ Իսկ հիմա որ դիմել եմ, ասել են դու հիմի զինծառայող չես, դիմի որտեղ հաշվառված ես, տեղի հիվանդանոց։ Ես էլ Զոհունի եմ հաշվառված, դիմեցի, ուղարկեցին Եղվարդ։ Եղվարդը էլ որ ասացին, սենց թոքեի տա կպած, սենց այս վիճակն է ձեր տալու չի, ոչ հիվանդանելու չի, ասեցի կարգ նշանակեք։ Կարգի համար դիմեցի սոցապ, գնահատեցին 22%, 2% քիչ։ Կարգի ձգեցին, բողոքարկեցի առանց թղթերից նայելու, իջեցին 16%։ Հիմա դիմել եմ դատարան արդարության համար։ Հիմա դուք աշխատում եք, հա, շինարարական ընկերությունում եք աշխատում, շինարարությամբ եք զբաղվում, բայց ձեր առողջականը բեկորների պատճառով թույլ չի տալիս, որ երբեմն հաճախեք աշխատանքի, իսկ տան միակ աշխատողը դուք եք։ Այո, իսկ սկզբանե ես որ դիմել եմ Եղվարդ սոցապ, որ աշխատանքով ապահովեն, ինձ ասել են կուզես համակարգիչ սովորեցնենք, ասեցի ինչ եմ նմանի, գոնե սովորեցնեք, աշխատանքով ապահովեք, կարողանում աշխատեմ, ընտանիքս պահեմ։ Անցնում է համարյա մի տարի, որ արդեն գործերի հասած դատարան, դատարանը բժիշկը մենք ունենք արցախցիների համար լիքը ծրագրեր, աշխատանքով ապահովում ենք, գործությունով, ասեցի դիմել եմ Եղվարդ սոցապ։ Այսօրվաղը մի տարի է, ասել եք ուզեք այս սովորեցնենք, ուզեք այն սովորեցնենք, աշխատանքով ապահովեք, ասել եմ այո, բա մինչև այսօր ասի ու եք, հեչ եք սովորեցրեք, հեչ եք աշխատանքով ապահովեք։ Ինձ ասել եք հաշվառվի, գալու ենք կարիքների գնահատում անենք, մենք հաշվառվել ենք, բայց մինչև այսօր մեկն ու մեկը չի եկել, հա ուր եք, ու տարից անցնում է համարյա 2 տարի է, գոնե այդքան ասածից հետո սոցապի կողմից մեկն ու մեկը չեկավ։ Հիմա դիմում եմ Պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Հրաչ Ստեփանյանին, նախ ուզում եմ նշել, որ պարոն գեներալ-մայոր, պարոն Ստեփանյան, դուք պարտավոր եք ընդունել և լսել յուրաքանչյուր անձի խնդիրը և այդ խնդրին տալ լուծում։ 2020 թվականի պատերազմի մասնակցել են շատ անձինք, ովքեր ստացել են բազմաբեկորային վիրավորում է ստացել այս անձը և նա բազմաթիվ տեղեր է դիմել և այս անձին դուք ոչ մի կերպ խնդրին լուծում չեք տվել։ Պաշտպանության նախարարի օգնական, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյան, դիմում եմ ձեզ, դուք ևս պարտավոր եք լսել յուրաքանչյուր անձի խնդիր և զբաղվել այդ խնդրով։ Եվ ես ուզում եմ նշել նաև, որ դուք, պարոն Վարդանյան, նաև պատասխանատու եք Հայկազովում տեղի ունեցած պայթյունի համար։ Դուք պարզաբանում չեք տվել, թե ինչպես է եղել այդ պայթյունը, ովքեր են իրական մեղավորները